Որպես սահմանամերձ գյուղի բնակիչ ինչ կասեք, ինչքանով է պետությունը այսօր կանգնած հատկապես սահմանամերձ գյուղերի բնակիչների կողքին, ինչ փոփոխություններ են եղել այս վերջին տարիների ընթացքում։ Վերջի տարիների ընթացքում ճիշտ է Գյումրուց 3 կիլոմետր հեռու ենք եղել, գազ չենք ունեցել, մի շնորհակալ ենք Փաշինյանից, գազապիկացրել է, ճանապարհները սարքել է, լավ ճանապարհներ է սարքել։ Իսկ մինչև այդ ինչպես էիք ջեռուցում ձեր տները։ Մինչև այդ փեդ ենք ունեցել, մեկի ատարով, փեդով տակացրել ենք տունը, բայց հիմի շնորհակալ ենք, գազապիկացվել է, շատ լավ է, ճանապարհները սարքած է, շինած է, բայց չէ որ ժողովուրդը հիմի նոր Փաշինյանի օրոք մարդիկ բան տեսան։ Իսկ ինչն էր պատճառը, որ գազը մինչև այդ չէր հասնում ձեր գյուղին, ինչ եք կարծում։ Սահմանամերձ գոտի եղել, անտեսված կարամ ասեմ, անտեսված ենք եղել, հիմի նոր տեսնում ենք էլի ամեն ինչ։ Գյուղում ապագա կա ձեր գյուղում։ Գյուղում ապագա կա։ Գնացողները շատ են։ Շատ են, արտագնաց աշխատանքի տղամարդիկ գնում են, կեսը հողագործությամբ է զբաղվում։ Գնում գալիս են փաստորեն։ Գնում գալիս են։ Ժողովրդի կեսը դաշտերն են, կեսը արտագնաց աշխատանքի են, որոշ չափով հիմա լավացել է, գյուղի պայմանները շատ լավացել է, շնորհակալ ենք։ Լսել եք, որ պետք է Գյումրի-Կարս երկաթգիծը բացվի, ինչպես եք վերաբերվում այդ ամենին, արդյոք պատրաստ եք թուրքերի հետ հարևանություն անել։ Ճիշտ ասած լսել ենք, որ պիտի բացվի, կապրենք, կտեսնենք։ Պատրաստ եք հարևանություն անել իրենց հետ։ Պատրաստ ենք։ Ինչու՞ չէ։ Նախկինում եւս եղել են, չէ, այստեղ թուրքերի հետ հարևանություններ եք արել, շփումներ են եղել։ Հա, գյուղը մոտ է եղել։ Դե այս գյուղին անվանել են Ռուսի գյուղ։ Խարիջանյան գյուղը անվանել են Ռուսի գյուղ։ Մոտ է եղել, Թուրքիայի սահմանին մոտ է եղել։ Մի նոր պիտի տեսնենք էլի։ Եթե բացվի, շնորհակալ կեղնենք, լավ կեղնի, ամեն ինչն էլ լավ կլինի։ Փաշինյանի օրոք ամեն ինչն էլ շատ լավ կեղնի, հələ տեսնենք։ Այսպես մեծ վստահություն ունեք Փաշինյանի հանդեպ։ Հա, ես Փաշինյանին պիտի ընտրեմ։ Տեսել եք իր գործը։ Տեսել եմ իր գործը, շատ լավ, մարդը լավ աշխատում է, շատ լավ ժողովրդի հետ,